Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը Երկրորդ գլուխ Հոգևոր թիրք և իշխանություն Եկեք քննենք այն խոսքը, որ դրվեցավ ինձի, եթե դու չքալես Աստուծմե քեզի դրված իշխանությամբ, ինչ որ մեկն այն կվերցնե քեզմե և գօգտագործե քու թեմ։ Նախ եւ առաջ շատ կարևոր է հասկանալ, որ հոգիին մեջ կա բնագադեղ կամ թիրք, որուն մեջ մենք կգտնվենք որպես Քրիստոսի մեջ եղող հավատացյալներ։ Այս թիրքեն գուքա իշխանությունը եւ հատկապես այս իշխանությունը գցանգա թշնամին։ Եթե անգարենա այնպես մընել, որ մենք զիջինք Աստուծմե դրված իշխանությունը, անգվերցնե այն եւ գօգտագործե մեր թեմ։ Ասիկա միայն մեր վրա չաստեր, այլ նաեւ անոնց, որոնց մասին մենք հոգ կդանենք։ Գամ բազմաթիվ սուրբ քրային խոսքեր, որոնք կվերապերին հոգիին մեջ ունեցած մեր իշխանության թիրքին։ Թույլ դուր քանիմը օրինակներ բերել։ Բարձրյալի ծածկոցին տակ բնագողը ամենակարողի շուքին տակ կհանգստանա։ Սաղմոս 91:1 Եվ ինձի հանեց լայնարձակ դեղ և ինձի փրկեց, որովհետև հավնեցավ ինձի։ Սաղմոս 18:19 Իմ ոտքը կանգնած է ուղղությունով և կորտնեմ Տիրոջը ժողովուրդներուն մեջ։ Սաղմոս 26:12 Հավատացյալները պարզապես հոգիին մեջ տեղ կգրավեն։ Քեզի որպես հավատացյալ հանձնարարված է ոչ միայն ճանչնալ այդ տեղը, այլ նաև գործել ադոր մեջ։ Եթե դու չես գիտեր թիրքդ, չես կրնար պատշաճ ձևով գործել Քրիստոսի մարմինին մեջ։ Այս թիրքը և թիրքի իշխանությունը կրնաս կորսնցնել կամ կրնան կողնալ։ Աստվածաշնչյան վառ օրինակ է Հութա Իսկարիովտացին։ Հիսուսի երկինք համբարձումեն ետք աշակերտները հավաքվեցան աղոթելու։ Այդ ժամանակ Պետրոսը բացատրեց, թե ինչ պատահած էր Հութային հետ։ Որովհետև Սաղմոսներու գիրքին մեջ գրված է, թե անոր բնակությունը ավերակ պիտի ըլլա, և անոր մեջ բնակող պիտի չլլա, և անոր պաշտոնը ուրիշն առնե։ Գործք Առաքելոց 1:20 Անօրենության պատճառով Հութան ընդմիշտ կորսնցուց հոգիին մեջ իր տեղը։ Գործք Առաքելոց 1:16-17 Ասիկա այն հիմնական ցևն է, որուն միջոցով թշնամին մարդոց դուրս կհանե իրենց հոգևոր իշխանութենեն։ Ահա թե ինչպես այն պատճառ դարձավ, որ Ադամն ու Եվան ինան իրենց թիրքեն, հետևաբար Սատանան ծուղակը նետեց անոնց իր տիրակալության տակ առնելով Ադամին և Եվային և այն ամենը, ինչին վրա անոնք կիշխեին։ Ադամն ու Եվան ունեին իշխանության ամենաբարձր թիրքը երկրի վրա։ Ամեն մեկ կենդանի արարած և բնության մեջ եղող ամեն ինչ անոնց իշխանության տակ էր։ Աստված ըսած էր, որ իշխեն ծովուն ցուգերուն և երկնքի թռչուններուն և անասուններուն և բոլոր երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողուններուն վրա։ Ծննդոց 1:26 Երկրի վրա հոգևոր և ֆիզիկական ոլորտներուն մեջ մարդուն դրված իշխանութենեն բարձր ոչինչ կար, միայն Աստված ինքն էր բարձր։ Երբ Ադամն իր իշխանության թիրքին մեջն էր, ոչ մեկ հիվանդություն, երկրաշարժ, սով կամ աղքատություն կար։ Այս երկրի վրա երկինքի տիրակալությունն էր, քանի որ Ադամը կընթանար Աստուծո հետ մտերիմ փոխհարաբերության մեջ և կկառավարեր Աստուծմե լիազորված իշխանությամբ ու զորությամբ։ Բայց Ադամի մեղքին պատճառով անոր իշխանության տակ գտնվող ամեն ինչի վրա առաջ եկավ մահվան անեծքը։ Մեղքին միջոցով ան հոգիի մեջ եղող իր տեղը զիջեցավ Աստուծո թշնամիին։ Աստվածաշունչը կվկայե ասոր մասին, երբ Սատանան կբարձենար անապատին մեջ Հիսուսի փորձության ժամանակ։ Սատանան Հիսուսին տարավ բարձր լերան վրա, որպեսզի ցույց տա աշխարհի բոլոր թագավորությունները և ըսավ. «Այս բոլոր իշխանությունն ու անոնց փառքը քեզի պիտի տամ, որ ինձի դրված է, և որու որ ուզեմ կուտամ այն»։ Ղուկաս 4:6 Աստված իշխանությունը Ադամին վստահած էր,
իսկ Աթամն այն իր արարքին հետևանքով դվավ սատանային։ Աթամն իր թիրքեն բացի շատ բան գործընծուց։ Ամենը ինչ որ Աստված թրած էր Աթամին հոգադարության ներքո, աբագանեցավ։ Այն ամենը ինչ որ ներդաշնակության մեջ էր, աստիճանաբար անգում ապրեցավ։ Փերեմ կենդանիներուն օրինակը Աստուծո եւ Աթամի դիրագալության տակ գտնվող այգի արյուծները չէին ուտեր մյուս կենդանիներուն։ Օծերը թունավոր խայտոցներ չունեին։ Քառնուկները չէին վախնար քայլերեն, մյուսներն ալ չէին վախնար, որ որս կդառնան։ Եսայա 65:25։ Մինչդեռ անգումեն անմիջապես ետք մենք կտեսնենք, որ անմեղ կենդանի կզոհաբերվի ծածկելու համար մարդու մերգությունը։ Ծննդոց 3:21։ Ավելի ուշ մենք կտեսնենք, որ թշնամությունն ու վախը դեղ կգրավեն մարդուն եւ կենդանիներու հարաբերության միջև, որոնց անժամանակ մը կգարավարեր։ Ծննդոց 9:2։ Հաջորդ ոլորտը, որուն վրա անգում իր աստեցությունը ցկեց, երկիրն էր։ Հողն անիծված դարձավ։ Մարդուն ծառայելու փոխարեն այն կործեց մարդուն թեմ, քանի որ մարդը դքնաջան պիտի աշխատեր բդուղներ ստանալու համար, որուն միջոցով ժամանակին անհոգ ապահովված էր։ Ծննդոց 3:17-19։ Հռովմայեցիս 8:20-ը գսե մեզի. անոր համար, որ ստեղծվածները հնազանդեցան ունայնության ոչ թե կամքով, այլ անոր համար, որ հնազանդեցուց այն հույսով։ Երկրի վրա ոչ մեկ բան ըլլա ադիգա ֆիզիկական թե հոգևոր չգրցավ խուսափիլ անհնազանդության հետևանքներեն։ Ոճիրը, մահը, հիվանդությունները, դժվարությունները, երկրաշարժերը, սովը, ցանցրույթը եւ շատ բաներ մուտք գործեցին երկիր։ Աստվածային կարգ ու կանոնի եւ իշխանության գորուս տեղի ունեցավ։ Աթամի առաջնեկը սորվեցուց ադել, նախանցիլ եւ սպանել։ Թշնամին վերցուց Աստուծմե դրված պաշտպանության եւ ապահովության իշխանությունը եւ այն ուղեց ողջ արարչագործության թեմ, օգտագործելով այն գործանման ու մահվան համար։ Վերականգնված իշխանություն։ Մարդը զիջած էր իր թիրքն ու իշխանությունը, հետևաբար միայն մարդը կրնար այն վերականգնել։ Հազարավոր տարիներ ետք Հիսուսը ծնավ։ Անոր մայրը Աստուծո ժողովուրդեն դուրս ելած դուստր մներ։ Հիսուսին հայրը Աստուծո Սուրբ Հոգին էր։ Ան գես մարդ եւ գես Աստված չէր։ Ան Էմմանուելն էր, Աստված հայտնված մարդու մեջ։ Մատթեոս 1:23։ Փաստը, որ ան մարդ էր, անոր օրինական իրավունք տվավ ետը ստանալու այն ամենը, ինչ որ գործված էր։ Քանի որ Հիսուսն Աստուծո որդին էր, ան ազատ էր մարդու վրա ցերկ բերած թշնամիին դիրակալութենեն։ Հիսուսը հայտնեց Աստուծո կամքը ամեն ինչի մեջ, ինչ որ ըսավ ու ըրավ։ Մեղքերը կներվեին, քանի որ անոր ներկայության մեջ մեղքը ոչ մեկ իշխանություն ուներ։ Դգարություններն ու հիվանդությունները գխոնարեին անոր իշխանության եւ զորության առջև։ Ղուկաս 5:20-24։ Փնությունն ինքն ալ կենթարկվեր անոր հրամանին։ Հիսուսը գքայլեր այն իշխանությամբ, որ մե Աթամը հրաժարած էր։ Հիսուսը հնազանդության եւ զոհաբերության միջոցով վերականգնեց Աստուծմե դրված իշխանությունը, որ գործընծուցած էր Աթամը, հետևաբար նաեւ մեր փոխհարաբերությունը Աստուծո հետ։ Մինչև հորքով վերաթարնալը Հիսուսը հայտարարեց. ամեն իշխանություն ինձի դրվեցավ երկինքի ու երկրի մեջ, ուրեմն քացեք բոլոր ազգերը աշակերտեցեք անոնց մգրդելով հոր եւ որդիին եւ Սուրբ Հոգիին անունով, անոնց սորվեցնելով, որ ամեն ինչ որ ցեզի պատվիրեցի բահեն, եւ ահա ես ցեզի հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Մատթեոս 28:18-20։ Հասկանալի է, որ Հիսուսը նորեն ցերկ ցկեց եւ այն ինչ որ Աթամը գործընծուց եւ թեր ավելին։ Սատանան եւ Աթամը իշխանություն ունեին միայն երկրի վրա, բայց Հիսուսի դիրակալությունը կներառե ոչ միայն երկիրը, այլ նաեւ երկինքը։ Հիսուսը բարձրացավ Սատանայի իշխանութենեն ալ վեր։
իր թիրքն ու իշխանությունը հայտնելեն ետք Հիսուսը մեզի ըսավ. ուրեմն քացեք։ Ինչու Հիսուսն իր իշխանությունը կգաբեր մեր գոչումին հետ։ Պատասխանը մենք կգտնենք Պողոս առաքյալի գրվածքներուն մեջ։ Իշխանության թիրքերը։ Պողոսը գաղութեր, որբեսի մենք իմանանք ինչ է անոր զորության քերազանց մեծությունը անոր մեջ, որ հավատացինք, որ Քրիստոսին մեջ կործատրեց, անոր մերելներու մեջ են հարուցանելով եւ իր աջ կողմը նստեցուց երկնավորներուն մեջ։ Եփեսացիս 1:19 եւ 20։ Ուշադիր եղիր, որ երկնավոր դեղերը եզագիով չէ։ Պողոսը բարձ գսե դեղեր։ Ասոր հիմքը կգտնենք, քանի մը խոսք հետո, երբ կկարդանք, եւ դուք որ մերած էիք հանցանքներու եւ մեղքերու մեջ, ինքը ցեզի գենթանացուց, անոր հետ մեզի հարություն տվավ եւ անոր հետ երկնավորներուն մեջ նստեցուց Քրիստոս Հիսուսին մեջ։ Եփեսացիս 2:2 եւ 6։ Ասոնք այն դեղերն են, ուր անոր փրկակնված զավակները կփնագին։ Հիմա հարցումը, ուր են այս փնագության դեղերը եւ ինչ դիրք կգրավեն ադոնք։ Պատասխանը Եփեսացիներու 1:21-ին մեջ է։ Ամեն իշխանութենե եւ բեդութենե եւ զորութենե եւ դերութենե վեր եւ ամեն անունեն վեր, որ գանվանվի, ոչ միայն այս աշխարհի, այլև այն հանդերձյալին մեջ։ Փրկակնված մարդուն, որ ծածկված է Քրիստոսի մեջ, այժմ հոգիի մեջ թիրք մդրված է, որ շատ բարձր է սատանային թիրքեն։ Հիսուսը հստակ ձևով հայտարարեց. ահա իշխանությունը դեպիցեզի գողելու օծերուն եւ գարիչներուն վրա եւ թշնամիի բոլոր զորության վրա եւ ցեզի ոչինչ պիտի վնասե։ Ղուկաս 10:19։ Այժմ մեզի համար հասկանալի է պատվիրանը, որ գսե ուրեմն քացեք։ Հիսուսը գիտակցեր, թե ինչ իշխանություն կվստահեր հավատացողներուն։ Մեր վերստին ծնիլը մեզի իրավունք կուտա թիրք ունենալու այս երկնավոր դեղերուն մեջ թշնամիին իշխանութենեն եւ զորութենեն շատ ավելի բարձր։ Այնպես ինչպես որ սատանան վարվեցավ Ադամին հետ Եթեմի բարձին մեջ, այսօրալ չանք չի խնայեր մեզի դուրս բերելու հոգիի մեջ ունեցած թիրքեն, որբեսի նորեն ցերկ բերե այն իշխանությունը, որ Հիսուսը յետ վերցուցած էր անորմե։ Երբ սատանան գարենա կողնալ իշխանությունը կամ այնպես մընել, որ անհատները հանցնեն իրենց իշխանության թիրքը, նորեն կստանա կործելու իշխանություն։ Պողոսը շատ հասկանալի ձևով գսե. «Եվ դեղ չդաք սատանային» Եփեսացիս 4:27։ Մենք հավատացյալներս պետք չէ զիջինք հոգիի մեջ մեր ունեցած թիրքը։ Ծառայողական թիրք արքայության մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ Աստուծո արքայությունը նույն թագավորությունն է։ Թագավորությունները կհիմնվին ծառայողական թիրքերու եւ իշխանության վրա։ Երկինքի տիրապետությունը բացառություն չէ։ Գա ավելի բարձր, ավելի աստեցիկ թիրք եւ իշխանություն։ Բարձին մեջ սատանան չեր ինգած փիղի կամ նույնիսկ արուձի մի ետևեն։ Ան կհասկնար, թե ինչ է իշխանությունը եւ ինգած էր Աստուծո մարդուն ետևեն։ Ան գիտեր, որ եթե հասնի մարդուն, ադորմով դիրագալ կդառնա այն ամեն ինչին վրա, ինչ որ մարդը կգարավարեր կամ կպահպաներ։ Ադոր համարալ, երբ սատանան գինա եկեղեցվո ետևեն, անոր հիմնական թիրախը ավակներն են։ Վերջերս մեծ եկեղեցվոմը հովիվ որոշեց բաժնվել գնոջմեն։ Այդ քայլին համար աստվածաշնչյան ոչ մեկ հիմք կար եւ ադիգա գործանարար եղավ անոր գնոջ եւ երեխաներուն համար։ Երբ ավակները անոր հարցուցին շարժարիթը, հովիվը պատասխանեց, որ եթե ադիգա անոնց հաջելի չի թվիր, գրնան հերանալ։ Անքը մահաջորեն կմեղանչեր, խախտելով Աստուծո պատվիրանը եւ ամենուրեք իր համայնքին մեջ գարցագե ամուսնալուծության եւ խապվածության հոգին։ Ավելի ուշ այդ եկեղեցվո մեջ շատցան ամուսնալուծության թեփքերը, գամուսնալուծվեին նույնիսկ ավակները։ Շատերն ալ սկսան վհադիլ։ Շփոթված անոնք գերտային եկեղեցի հետաքրքրվելով, թե որուն գրնան վստահիլ։
Երբ Սատանան կհարվածե դան Բահաբանին եւ դուրս կնետե անոր իր թիրքեն, Բահաբանի խնամքին դակ գտնվողները եւս կդառնան խոցելի։ Ես տեսած եմ, թե ինչպես ծնողները իրենց կմահաճույքով կխախտեն Աստուծո բադվիրանները։ Որոշ ժամանակ հետո անոնց երեխաները կհետևին ծնողներու օրինագին։ Թուն թերևս ադիգա անեցք անվանես, բայց ինչու ադիգա կբադահի։ Մեղքի միջոցով ծնողները գզիչին հոգիի մեջ ունեցած իշխանության իրենց թիրքը երեխաներուն դարձնելով թշնամիեն թյուրին խոցելի։ Դալով հնարավորություն դիրոջ թշնամիներուն։ Այս սկզբունքը գլուսափանվի Դավիթի կյանքի օրինագով, երկրորդ Թագավորաց 8-18 գլուխները։ Թագավորությունը զորավոր եւ ապահով էր Դավիթի առաջնորդության տակ։ Աստված օրհնած էր անոր քանիմը որդիներով ու թուստրերով։ Հետո Դավիթն ինքնագամ արավ այն ինչ որ Աստված չէր տված իրեն։ Դավիթը շնացավ Փերսափեին հետ։ Փերսափեն հղացավ։ Իրավիճակն ավելի բարդացավ, քանի որ այդ գնոջ ամուսինը հերու էր բادرազմի դաշտին մեջ կգրվեր Դավիթի թագավորության համար։ Դավիթը մարդիկ ուղարկեց անոր ամուսինին Ուրիայի ետևեն հույս ունենալով համոզել անոր որ գնոջ քով կա։ Ադորմով համոզիչ կդառնար որ Ուրիան էր երեխային հայրը։ Ուրիան հավատարիմը լալով Դավիթին եւ անոր թագավորությանը որոշեց հրաժարիլ իր գնոջ հետ անգողինին մեջ քնանալեն այն ժամանակ երբ իրեն հետ գրվող զինվորները մարդի դաշտն էին։ Դավիթին իր մեղքը ծածկելու այդ ծրագիրը չկործեց։ Անքի դեր որ որոշ ժամանակ հետո Ուրիան պիտի գիտնար որ գինը հղի է։ Բոլորը պիտի գիտնային որ երեխային հայրը Դավիթն էր։ Ադոր համարալ Դավիթը ծրագրեց Ուրիայի սպանությունը անոր նորեն ուղարկելով մարդի դաշտ։ Ուրիային թրին գրվի թեժ կոդիին մեջ։ Երբ թշնամին շրջապատեց անոր, Ուրիային հետ գրվողները ցկեցին անոր, այդպիսի հրաման ունեին։ Ուրիան ինգավ թշնամիին ցերքով։ Դավիթին շնությունը թրթեց անոր խորամանկության, սդախոսության եւ մարտասպանության։ Շուտով Նաթան մարգարեն եկավ Դավիթին կով բացահայտելու այս մեղքը։ Դավիթը խոստովանեցավ. «Մեղանչած եմ Տիրոջ թեմ»։ Հետո Նաթան նսավ Դավիթին. «Դերնալ ներեց քու մեղքը, չես մեռնիր»։ Երկրորդ Թագավորաց 12-13։ Դավիթը ապաշխարեց եւ ներում ստացավ։ Աստված ազատեց անոր իր անօրենութենեն։ Եսայա 43, 25 եւ 26։ Բայց Նաթանը զգուշացուց Դավիթին, որովհետև Տիրոջ թշնամիներուն արիտ դվիր։ Երկրորդ Թագավորաց 12-14։ Դավիթը ներում ստացավ, բայց իր կյանքն ու ընտանիքը Աստուծո թշնամիներուն համար թյուրին խոցելի դարձուց, խոցելի ոչ միայն ֆիզիկական թշնամիներու, այլև հոգևորներու համար։ Անոր ընտանիքն ու Իսրայել ժողովուրդը մեծ դարաբանքներ գրեցին։ Դավիթի առաջնեկը Փերսափեեն ծնած երեխան մահացավ։ Դավիթին ավակ որդին Ամնոնը, որ քահի ժառանգորդ էր, բռնապարեց իր քրոջը Թամարին։ Դավիթի որդին եւ Թամարին եղբայր Աբիսողոմը վրեժով լեցվեցավ ու սպանեց իր եղբայր Ամնոնին։ Աբիսողոմը Իսրայելի մարդոց մեջ շատերուն սրդերը ուղեց Դավիթին թեմ եւ դիրացավ անոր քահին։ Ան բղձեց իր հոր հարջերուն եւ Իսրայելի մարդոց դուրս ուղարկեց փնտրելու եւ սպանելու Դավիթին։ Թավատրությունը ցախողեցավ, իսկ Աբիսողոմն սպանվեցավ։ Դավիթի որդիներեն երեքը մահացան, որովհետև իր մեղքի պատճառով անբացած էր իր ընտանիքի պաշտպանության թռները Աստուծո թշնամիներուն առջև։ Ես տեսած եմ ծառայողներու երեխաներ, որոնք թմրամոլության մեջ են, թշնամափար դրամատրված են եկեղեցվո նկատմամբ, բռնված են գիրքի եւ համասերամոլության հոգիով, որովհետև անոնց ծնողները անօրենության միջոցով զիջած են հոգիի մեջ իրենց թիրքերը։ Մենք գարիք ունենք լրջորեն վերաբերվելու Աստվածաշունչին, երբ անգսե շատ վարդապետներ մի ըլլակ եղբայրներ գիտնալով, որ մեծ դատաստան պիտի ընդունիք։ Հակոբոս 3:1։
Վարդապետներու, հովիվներու ավելի խիստ ցևով թատվելու պատճառն այն է, որ անոնց անհնազանդությունն ավելի մեծ աստեցություն պիտի ցկե։ Անոնք ոչ միայն իրենց կվնասեն, այլև բոլոր անոնց, որոնք անոնց խնամակալության տակ են։ Աստված կներե անոնց, ինչպես որ ներեց Դավիթին, բայց եւ այնպես անոնք կհնցեն այն ինչ որ ցանած են, թշնամիին դեղ դրված է։ Ես կհասկնամ, որ ասոնք ծանր խոսքեր են։ Գտիմեմ ցեզի ամենայն խոնարհությամբ եւ այս խոսքերը գկրեմ երգյուղով ու թողով։ Մենք շատ ողբերգություններ տեսած ենք, մասնավորապես ծառայություններու մեջ։ Մենք պետք չէ թադաբարդենք։ Մենք գարիք ունենք ներելու եւ հասնելու անոնց, որոնք ցախողած են։ Եթե անոնք ապաշխարեն, Աստված կներե անոնց։ Բայց ես կգրեմ այս խոսքերը որպես ուսուցում եւ նախազգուշացում անոնց, որոնց թշնամին թիրախ կդարձնե։ Մենք բոլորս պետք է գալենք խոնարհության եւ վերականգնման մեջ։ Ունիմ 4 որդի եւ եկած եմ այն հասկացողության, որ մեծ ահով պատասխանատվություն ու բարդավորություն ունիմ անոնց կյանքերուն համար։ Անոնք աստուծունն են, իսկ ես ուղագի տնտեսավար թրված եմ անոնց վրա։ Ես երբեք չեմ ցանկար տեսնել անոնց կյանքն ամայացած, քանի որ ինքս սատանային դեղ չեմ դված։ Երբ ես օգնության ծառայության մեջ էի, գհետևեի որոշ կարևոր բաներու, որբեսի անոնց, որոնց կծառայեի, գարենան իրենց կյանքին մեջ ամբողջությամբ իրականացնել Աստուծո գոչումը։ Ես կհետևեի մաքրության, անոնց երեխաներուն կբերեի դպրոցեն, գլվայի անոնց ինքնաշարժները եւ այլն։ Օրմը Աստված ինչ որ բան մը խոսեցավ ինձի եւ ադիգա օգնեց, որ ես լուրջ վերաբերիմ ծառայությանը։ Որդիս, եթե դու անկարգություն ունես այս թիրքիդ մեջ, թյուրին գլա ուղվիլը, քանի որ կորձ ունիս ֆիզիկական բաներու հետ։ Բայց երբ ես տնեմ քեզի ծառայության թիրքի մեջ, դու կորձ կունենաս մարդոց հետ, իսկ յանքերու հետ կորձ ունենալը փախտախաղ չէ։ Հանցնած իշխանություն։ Այս գլուխին նպատակն է, որ պատկերացում կազմես հոգևոր թիրքի եւ իշխանության մասին։ Մենք քանի մարդոց օրինակները տեսանք, որոնք իրենց իշխանությունը գործընծուցած էին կամ հանցնած էին Աստուծո թշնամիին։ Սատանան շատ ակնհայտորեն կփորձե կողնալ քու իշխանությունը մեղքը կյանքիդ մեջ բերելու միջոցով։ Եթե դու վճռականորեն որոշած ես ծառայել Աստուծո քու ողջ սրտով, ան նաև կփորձե քեզի հարվածելով դուրս նել Քրիստոսի մեջ ունեցած քու թիրքեն վախի միջոցով։ Երկչոդությունը գոտրելու առաջին քայլն այն է, որ քու սեփական սիրտին մեջ թուն չախչախես խանգարող բաները։ Հաջորդ գլուխին մեջ ես կնկարագրեմ ինչպես ադիգա ընել։